Շարունակվում է գոյամարտ հեռուստասերիալը։ Հունան այնքան է զայրանում Լեայի վրա, որ հաշվի չառնելով ոչինչ, հենց Արամի ներկայությամբ Լեային քարշ տալով վերադարձնում է տուն։ Հունան այսքան ժամանակ իր աղջկա վրա բռնություն չի գործադրել, սակայն հիմա համբերության բաժակը լցվել է և չի կարողանում կառավարել իրեն։ Լեան արդեն գլխի է ընկել հորնենք մտադրությունների մասին և մեղադրում է նրան, որ Արամը հենց նրա հրամանով է իրեն սիրո խոստովանություն արել։ Հունանն էլ այլևս չի լռում և բացում է բոլոր խաղաքարտերը։ Նա աղջկան ասում է, որ այո, իր նպատակը հենց դա է, որ Լեան ամուսնանա Արամի հետ, ու եթե պետք լինի, ինքը ստիպողաբար այդ ամենը կանի։ Լեան էլ ասում է, որ մինչև սրտի խորքը հիասթափված է հորից ու զզվում է նրանից։ Ինան էլ տեսնելով հոր ու աղջկա այդ մեծ կռիվը, փորձում է միջամտել ու հանգստացնել նրանց, սակայն չի ստացվում։ Իրավիճակը այնքան է թեժանում, որ Հունան ուզում է ապտակել աղջկան, սակայն Ինան բռնում է նրա ձեռքը և թույլ չի տալիս, որպեսզի անմտածված քայլեր անի։ Լեան վազում է իր սենյակ, իսկ Ինան շտապում է նրա հետևից։ Լեան մորը ասում է, որ չի ցանկանում ոչ ոքի տեսնել և մեղադրում է մորը, ասելով, որ Հունանին այսքան դաժան հենց նա է դարձրել։ Նա Ինային ասում է, որ եթե ժամանակին ինքը հոր արած հանցանքների վրա աչք չփակեր ու չպաշտպաներ նրան, հնարավոր է նա դաս կքաղեր իր գործած ամեն մի սխալից և այսօր այսքան դաժան ու անսիրտ չէր լինի։ Ինան զարմանքից քարանում է և շոկի ենթարկվում։